Բարի օր եկերներ, հոգնած եւ ջարդված օր եմ մաղթում բոլորին, ինչու այդպես, իմ առավոտը այդպես է մեկնարկել, արդեն 10-րդ օրն է, հայ էլեկտրական ցանցեր կոչվող մղձավանջի դռներն եմ բոլոր փաստաթղթերով, վկայականներով եւ այլն կնիքներով եւ մի խոսքով, ինչ որ պետք է գործարքանելու համար, նախ գիտեմ, միշտ, երբ որ բացասական բանի մասն եմ խոսում, կոմենտներում հայտնվում են կյանքում որևէ բան չարած ընդդիմադդմիկներ, ու միշտ կասեն, բողոքում ես, որովհետև երբ որ ձերպես շեմուշկա ու նարդի խաղայ Բաքուն ոչ մի բան չանեի, այդ ժամանակ ասեք կյանքը հրաշալի է։ Մի հատ փորձեք պետական հիմնարկներ մտեք, մի հատ էլ փորձեք մի բան թղթաբանության գործընթաց արեք, այս անիրավ ծուռի երկրում, հետո նոր խոսանք իրար հետ, հա։ Դες նստելով բան, կյանքը ընտիր է։ Բայց ինչևէ, 10 օր փորձում ենք անվանափոխություն անենք, վկայական անենք իմ անունով, էլեկտրական, որ իմ անունով կա, հոսանքի բաները, իթե բիզնեսի մասն է, խոսքը ֆիզիկական չի, իրավաբանական անձանց հետ կետն է, աշիրի 5-րդ, 6-րդ հարգի դռներից մինչև Ֆուչիկի մասնաճյուղեր գժվեցի, պատտվելով, զանգում եմ թեժգից, ինչ է պետք է ես գործարք անելու համար, էսա պետք, մի խոսքով, բարձանում եմ այդ 4-րդ հարկը, մի երևի 30 հոգի էլի առանց շապած անցնելու հերթի մեջ է, օքեյ, լավ հիմա։ Հերթի մեջ է, բայց ինչպես բանկերում է, ինչպես հերոտնից տեղից հիվանդանոցներում է եւ այլն, ֆիզիկական ու իրավաբանական անձը դա նշում ես ինչ գործառույթ ես անում, քեզ ուղղորդում է ըստ անհրաժեշտության պատուհանի։ Այստեղ չկա տենց բան, այստեղ բոլորը միասին ընդ լցրած են։ Ասել լավ on-line կվերցնեմ, էլի, որովհետեւ էլի եմ ասում, ցանկացած հայկական, ցանկացած բանկում, ցանկացած կազմակերպությունում սպասարկման գրասենյակում, կապի ապահովման բանում կարող ես on-line վերցնել, զանգում եմ 8800, այն չավշում է իրանց թեժ գծին, բարև ձեզ, ինձ հերթ է պետք, ցանկացած մասնաճյուղ, խնդիր չկա, ես կգամ, գործարքը շտապ է, բան, բասաբա մենք on-line գրանցում չկա, ասում չէ, մի րոպե կներեք, ֆիզիկական անձի համար, իրավաբանական անձի համար, սա բիզնես է եւ այլն, ինչի կարողանորեն գա 5-6 ժամ կանգնի հեռ, բայց չկա տենց բան, դեմոկրատիա է գրողը տանի։ Իրեւ սա պատմում եմ, որովհետեւ ես գիտեմ ումա պատկանում հեծը, եւ ես գիտեմ, որ ղեկավարությունն ու սեփական տերերը իմանալով թե ինչա կատարվում իրանց հիմնարկում, համապատասխան գործառույթները կանեն, որովհետեւ չեմ կարծում նրանք տեղյակ են թե ինչ բարդակ է այդ հիմնարկում գործում։ Այդ անջատում, այդ ինչ հարցը, հերթագրում չկա։ Okay։ Գնում եմ Ֆուչիկի մասնաճյուղը, երկրորդ փորձն է։ Քաշում եմ ֆիզիկական անձ, ասում եմ հերթում սպասում է 27 հոգի։ Ես 28-րդն եմ, okay։ Երկու հատ պատուհան է աշխատում, 5-6 քառակուսի մետր տեղ է, որտեղ այդ 27-28 հոգին է, պլյուս մի հատ հավաքարար կնիկ ու երկու աշխատող կանայք, ովքեր ասենց են անազգանում են գրում, ամեն մեկի սպասարկումը տևում է 30-40 րոպե, դուք հաշվեք իմ հերթը երբ է հասնում։ Չէ, ասես չեմ կարող ես ասենց ստեղ ժամերով կանգնեմ, էլ չեմ ասում մտնոլորտը օթափողում գոյություն չունի, ժողովրդի ներկաների մեծ մասն էլ լողացել է հետեւերես երկրորդի օրոք։ Գնացի։ Դիմացա բանկար, food court կա։ Մտա այդ food court-ը, կոֆե, բան, ժամանակ եմ անցկացնում, գործեր, նոթբուքս հանեցի որոշ բաներ, էսա, այնա, հետ գալուց, ասում եմ, ժամուկես հետո, էլի։ Մեկ էլ դեմ 3 հոգի է մնացել այդ հերթի մեջը, մի խոսքով, մոտեցա չէ, բարձրում է նրանք դուրս էին եկել ծխել։ Okay, էլի դուրս եկա գնացի գործերից, էլի մի 2-3 ժամ էլ թե վատնեցի, իրիկվա կոմեկա, մեկ էլ դեմ հերթս նոր հասնում է։ Բարև ձեզ, հիշում եք, ես արդեն մոտ գնացել եմ տուն, փոխվել եմ, բան եկել եմ, էլ հերթս։ Հիշում եք ինձ, այո, հիշում եմ։ Այս թուղթը պիտի անվանափոխություն անենք, այս թղթաբանությունն է բան։ Ասում եմ, պետք է ես ինչ վկայականի բնօրինակ։ Ասեմ, մի րոպե։ Ես զանգել եմ թեժգից, ճշտել եմ, մի խոսքով SSS բաներն է պետք, այս ամեն ինչը վերել եմ։ Ասում եմ, չէ, պետք է այս ինչ բան է լինի։ Դե մի խոսքով շուներին կապում են ինձ բաց են թողում, դուրս եմ գալի, ասում վերջ, ես մի հատ լիազորագիր տվեք, լիազորագիր եմ լրացնելու, պատկան մարդուն ուղղորդեմ այս գործառույթը անելու համար, բայց չէ, լիազորագիրը չի լինի, ում անունով է վկայագիրը հենց ինքը պիտի ներկա լինի, այսինքն ես։ Այսօր երկուշաբթի է, նոր թղթերը վերցրած, բնօրինակները եւ այլն ամեն ինչի գնում եմ էլի այս Ֆուչիկի մասնաճյուղը ներքև այս բանը։ Բարև ձեզ։
ասում բայ կներեք մեր հերթի բանը չի աշխատում։ Նախ մտնում ես 1000 հոգի sense կանգնած, այդ հերթի բանն է չի աշխատում, որ հերթագրում է ֆիզիկական։ Ասում բլա, բա ոնց անենք, արա այս անտեր երկրում ոնց անի մարդը, որ հերթ չեք կարում պահեք, չի աշխատում այդ տաբլոն, էկրանի վրա չի գրում, 1000 հոգի մտնում է, 1000 հոգի դուսա գալի ծխելու, հետ է գալիս էպի սաղին ես 30 հոգու դեմքերով հիշեմ, հələ մի հատ է 30 հոգի գալիս է, երկու շաբթի է։ Մի խոսքով, էլի գործարքը չիրականացրեցինք, դուրս եկա, ու ես ուշադրություն եմ ուզում հրավիրեմ այդ ղեկավարությանը, այդ պատկան մարմիններին, երբ որ խոսում եք ինչ-որ Եվրոպա, արա դուք հերթ պահելու մի հատ համակարգ չեք կարողանում մտածել Հայաստանի ամենակարևոր հաստատություններից մեկում, Հայաստանի էլեկտրական ցանցերում, որ երեխա վաղտ ասում էին հեծ ուտես մի վագոն ցեց, հիմա էսա։ Չի կարելի այդ ամենը կազմակերպել, այս որ թիվն է, այս որ ու կա այդ նման, ես ինչ որ նոր բան չեմ հորինում։ Ցանկացած բանկ, ցանկացած հիվանդանոց, ցանկացած կապի օպերատոր, ուր զանգել ենք, ինչ արել ենք այսքան ժամանակ, մոտավորապես on-line մոբիլ հերթ ենք վերցրել, հեռախոսին տեքստ է եկել, իմացել ենք, երբ է ինչա ոնց է, մարդ չի կարա իրավաբանական անձ բիզնեսները տողի, գա կանգնի հերթ լաուրձոյի մնացածի ու ամեն ինչն էլ մեր դիմաց, պատկերացնես ինչա կատարում, պասպորտի սերիային թելադրում, սոցցանցեր, այսինքն մի կես ժամ նստես, բոլորի անձնական տվյալները կիմանաս։ Ամեն ինչը թելադրում է, ոչ խցիկ է, ոչ ապակի է, ոչ մի բան, ասես նստած ենք մի սենյակի մեջ, այդ մի 30 հոգի հերթը ու այդ երկու մայրիկ ովքեր աշխատում են։ Սա խայտարակություն է ուղղակի, խայտարակություն։ 10 օր մարդ մի հատ անվանափոխում չի կարողանում անել։ Դուք հա Եվրոդաշինք ու չգիտեմ ինչու ապագա ու ներկա ու նախքին խոսացեք։ Խայտարակություն, ամոթ ձեզ հետ։ Ներվերս քանդեցի կարողություն։